Սարյան փողոցում կրկին ոստիկաններ եւ ցուցարարներ են։ Ակտիվիստները բողոքում են այն բանի դեմ, որը րոպեներ անց քննարկվելու է հարևան շենքում։ 42 լրատվամիջոց, խորհրդարանական ընդդիմություն, հասարակական կազմակերպություններ, էներգետիկ ընկերություններ։ Կարգավորող հանձնաժողովի դահլիճում ասեղ գցելու տեղ չկա։ Թանկացնել թե ոչ էլեկտրաէներգիան, թեման թեժ է։ Աշխարհնելով բոլոր դրական եւ բացական գործոնները, էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմել է շուրջ 19 միլիարդ դրամ։ Եվ այն փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին սակագինն ավելացնել 3.85 դրամ կիլովատժամով ներառյալ ավելացված արժեքի ակումբ։ Գարեգին Բաղրամյանը մանրամասն բացատրեց, թե էներգետիկ ընկերություններն ինչ ծախսերի տակ են, ինչ վարկեր են վերցրել ու չեն կարողանում մարել։ Ֆինանսական ճեղքվածքը մոտ 18 միլիարդ դրամ է։ 3 տարում ճեղքը փակելու համար առաջարկում են այս սակագինը։ Բնակչության համար ցերեկային սակագինը 41.85 դրամ կիլովատժամ, գիշերային սակագին 31.85 դրամ։ Կարգավորողի ներկայացուցիչը դեռ երկար ժամանակ է մնում ամբիոնի մոտ։ Հարցերի տարափը ՀԿ-ներն են սկսում։ Առաջին հարցը էլ ցանցերի տնօրենի աշխատավարձի մասին է։ Չնայած չեմ սիրում ուրիշի փողերը հաշվել, բայց Իշխանովը արտարացի նման բարձր աշխատավարձը կարծեմ մոտ 40 միլիոն գնաց սպառողների կամ բաժանորդների հաշվին։ Сегодня заработная плата в компании. Մեր ընկերությունում աշխատավարձը 200,000 դրամ է, աշխատավարձի նման մակարդակը բարձր չէ, իսկ մամուլում գրվածը կապ չունի իմ իրական աշխատավարձի հետ։ Շատ կուզեի նման աշխատավարձ ստանալ։ Ինչու գինը այսքան հրատապ է բարձրացվում, հարցրեց պատգամավոր Արամ Մանուկյանը։ Ամեն մի շաբաթ առաջ է հայտարարությունը, որտեղ քաղաքական ուժերը դիմում են իշխանություններին լրացիչ տեղեկություններ ստանալու իրավիճակի հետ կապված, աուդիտի հետ կապված, ֆինանսական ետքերի, մուտքերի հետ կապված, եւ մինչ այդ տեղեկությունների ստանալը դիմել են իշխանություններին չթանկացնելու, այս հարցը չքննարկելու։ Ինչն է ձեզ խանգարել, այսքան հրատապ այս հարցը մտցնել։ Հրատապ է եւ որ առաջի լուծումն է պահանջում, որտեղ արդեն նշեցի համակարգում կան խնդիրներ եւ այսօր արդեն Հայաստան էլեկտրական ցանցերում խնդիրներ են առաջանում, ուշացումներ են լինում կայանների վճարումների հարցում։ Ինչու ավելի շուտ չէիք ասում, հանձնաժողովին հարցրեց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը։ Արդյոք մենք պետք է ավելի շուտ չանդրադառնայինք, որպես այդ ճեղքվածքը, ես չգիտեմ, դեկտեմբերին, նոյեմբերին ճեղքվածքը քանի միլիարդ դրամ էր։ Արդյոք մենք պետք է շուտ չկանխարգել էինք մեկ։ Այս օրերին ես ինքս դիմել եմ իմ շատ հարգելի պարոն Մելքումյանին, խնդրել եմ, ասել եմ, քանի որ դուք տնտեսագետ եք եւ լավագույնս տիրապետում եք տնտեսագիտությանը, մի օր եկեք մեզ մոտ միասին քննարկենք, հասկանանք, գոնե ինչ-որ բաներ փոխադարձ քննարկումների ժամանակ հասկացված կլինի։ Խոստացավ չեք, պարոն Մելքումյան, այդպես է։ Նիստի ողջ ընթացքում Բաքում բողոքի ակցիան չէր ընդհատվում։ Ակտիվիստներից երկուսին ներս հրավիրեցին։ Ինչու մարդկանց գրանցելուց ասում եմ մենք տեղ չունենք։ Այստեղ 43 լրատվամիջոց են նստած, կարող 10 հոգի ընդամենը քաղաքացիական ակտիվիստներից այստեղ լինել եւ ներկա լինել, լսել եւ ձեր քննարկումը տեսնել ինչպես է կատարվում։ Դրսում գտնվողների անունից միանում եմ հարցը հետաձգելու պահանջին եւ միևնույն ժամանակ վերստին բարձրացնում նմանատիպ քննարկումները առավել տարողունակ դահլիճում անցկացնելու խնդիրը։ Ներկա քաղաքական ուժերը եւս հետաձգման առաջարկ արեցին։ Հետաձգեք հարցը, լուրջ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։ Մենք ունենք լուրջ ուրիշ տվյալներ, որ կարող են ներկայացնել ձեզ։ Եթե հանրությունը չի ընդունում ընդվզումը, դա պետք է տանք տա։ Ես էլ եմ առաջարկում, որպեսզի մենք այս պահին իսկապես չշտապենք։ Սակագնի թանկացմանը Ռոբերտ Նազարյանն էլ կողմ չէ, սակայն բարձրացված հարցերը նրա հանձնաժողովի ֆունկցիաների մեջ չեն։ Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի իմ գոլեգաների հետ միասին։ Չենք փորձի հանրությանը այսպիսի հաշտորության մասին տեղյակ պայել, բայց նորից եմ կրկնում։ 10 տված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը։ Հանձնաժողովը որոշումն ընդունեց միաձայն, նոր սակագները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից։ Սարյանում բողոքի ակցիան շարունակվում էր նաև նիստից հետո։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամալրատվական։